Շնորհակալ եմ, եղբայր, մի հատ քարտ ես տուր տու։ Շատ բարևներ։ Բարև եղբայր։ Կարնիկ, լավ ես։ Լավ եղբայր։ Լավ եք ժողովուրդ ջան, ներն եմ ես ձեր ջանի, այ քեզ էլ բռնեցի։ Արել ես ես տրամադրել։ Ծառը ընկեմ մեքենաս գարտվելով, հատուցը փեսակ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ես վերցրու։ Վերցրեք երեք։ Մի հատ էլ։ Քարտես։ Բոնո Վանեսա։ Բարև ձեզ։ Լավ եք եկել։ Լավ է լավ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ով չունի քարտես։ Այմեցեք։ Էլի տեք։ Շապեջան բարև ձեզ։ Լավ եք։ Շատ լավ ենք։ Շնորհակալ եմ, մի հատ էլ նկարվենք։ Վերջապես ձեզ ժիվոյ տեսակ։ Ուրախ եմ շատ։ Ապրես։ Բարև ձեզ պարոն Փաշինյանից 2 հատ կտակ։ Իհարկե։ Շնորհակալություն շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խելացի իմ համեստ, իմ ամենալավ վարչապետ։ Քարտես։ Խաղաղության աղավի։ Շնորհակալ եմ։ Մի հատ էլ կարելի է թարգմանել։ Իհարկե։ Հաճույքով։ Նկարել եմ այդ նկարեք երեխեք Փաշինյան կարելի է Իհարկե, բարև Մարիկ ջան, բարև։ Լավ, դուք ոնց եք։ Ոչինչ, Աստված ձեզ պահապանել է։ Շնորհակալ եմ։ Շարա նկարի Շնորհակալ եմ։ Մարիկ ջան, ձեզ է քարտես։ Բարև ձեզ։ Ես մամաս Ջարխեջից եմ։ Ուրախ եմ շատ։ Իմիջայլոց բարեկամներ ենք։ Ուրախ եմ շատ։ Միասին քայլել ենք շատ։ Ուրախ եմ շատ։ Ուրախ եմ։ Ուզում եմ, որ անընդհատ կապի մեջ լինենք միասին։ Ես 2008 թվից եմ իմիջայլոց։ Անդադ կապի մեջ լինելը բարդ հա, որովհետև շատերի հետ երբ որ կապի մեջ եմ, անդադ է նշանակում ոչ մեկի հետ կապի մեջ չեմ։ Որովհետև երբ որ բան ենք, քոլեցի ենք։ Որ նայեք ձեզ նկարեք։ Գիտեմ, որ ձեր մաման էլ է։ այո, իհարկե։ Որ խնդրեմ թողնեք մի հատ նկարվենք։ Մի հատ ծրտիկ կանենք էլի։ Շնորհակալ եմ, շատ ձեզ քարտես եմ։ Աղաջանյանների տոհմն է։ Ուրախ եմ շատ։ Մենք էլ Նկարվեք, համեցեք։ ժողովրդանով կարա մի հատ նկարի։ Ինչքան մինչև երբ ենք ստեղ։ Չէ, մի ժամ շատ է։ Չէ։ Կես ժամով։ Վարչապետից հետ մի հատ նկար, Մարգաջան, նկարի նկարի աղջիկ ես։ Ամենամեծ բանը որ արեցիք դա մեր
Բաց երկինքն է խաղաղությունը շատ Պարոն Փաշինյան ջան, մեր նկարվենք, հա։ Բարև։ Ո՞վ է նկարում, ժողովուրդ, ո՞վ է նկարում։ Իսկ պիկապը որտեղ է։ Պարոն Փաշինյան։ Թե բանա դրած։ Պարոն Փաշինյան, Հաջա։ կարծեմ մամաս ու ձեր մաման, որ եղբոր թողներ են։ Կարող լինի։ Բարեկամներ ենք։ Ուրախ եմ շատ։ Փաշինյան ջան հաջողություն կներեք Տվեք նկարեմ, տվեք արագացնենք նկարենք։ Սակրատը ինձ նկարելու Փաշինյանից հետ ես դեռ Որտե եք աշխատում իսկ։ չեմ ասում Այ ապեջա։ մի հատ իմս կնկարեք մի հատ է սրտիկով Ես աշխատանքի մի հատ նկարվեմ ու գնամ։ Ոնց է սրտիկը։ Հա, սեն չեք կարելի, հա լավ ոչինչ։ Ոնց է։ Լոնարդ նկարի։ Նկարվեք։ Նկարվեց։ Ձեր հետ ենք պարոն Փաշինյան, Շնորհակալ եմ։ նա քարտեզ եթե կարելի է, շատ մեր։ Ունեք դուք քարտեզ։ Ում չտվեցի քարտեզ։ Տվեք։ Ես աչի դառնում, փակվեց, մարի նկարի։ Հետո ինչ կնկարի։ Շատ լավ եք գնանք արի։ Ես էլ նկարվեք նկարվենք էլի մեր դրոշով։ Սոնջան իմացի էլի։ Արիստև էլի սոնջու է։ Հայ ջան կայնի Շնորհակալ եմ։ Փաշինյան ջան Մենք ձեզ շատ Բոլորը սիրում ենք, որ մենք հաղթենք, պահպանենք մեր խաղաղությունը։ Ես էլ եմ նկարվում։ Այն մյուսը, հա։ Ձեզ տեսնելով ես ոգևորվել եմ, որ կյանքը սկսել նորից։ Այդ աստիճանի ես միշտ հետևում եմ։ Շատ մերսի։ հա գոնե այսօր ինձ հերթ ասի Չնկարվեցի։ Քարտեզ, քարտեզ։ Քարտեզ։ Էլի տվեք քարտեզ։ Միատ ինձ են նկարեք։ Այո, իհարկե։ կայնի ես իմ հերախոսով Իմ հեռախոս չի ստացում կյանք Չեղավ, եղավ, թե չեղավ։ Զոյ ջան դու Ժորժ ջան, դե գնանք արդեն, պիտի խոսենք։ Պիտի խոսենք։ с вами селфи сделать. Давайте. Меня зовут Алена, я веду блог про Армению. Очень приятно. За 3 недели уже больше 1 миллиона просмотров. Очень приятно. Мятный карвик. Будешь фотографироваться? А можно сын пройдет? Это шатом. Инзбанка так. Մեր լուսանկարիչ չեն, թող նկարի, հենա նկարի, հենա նկարում են, նկարեց, տղան նկարեց։ Բաբա, ընձի, հլա ձեռդ քցի ուսի, ես էլ լծեն ծամեր։ Թող։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Մեզ հաղթանակ։ Մասպե։ Չէ, բա ես իմ հեռախոսի մեջ չկա, գայան լծի նկարի հետը։ Հետո կինուց կանես մնե, քցի ձեռս, ուսս քցի։ Տելևիզորով շատ եմ զեսը, ներսի, մոտիկից տենան, մի բատիկ, Զգուշ, 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 ես մասպետի ունես այնքան նկարվեն, ով է նկարվում, Անգա, զգուշ է, Ում հեռախոսն է սա, ձերն, հա?
Ուրախ եմ ձեզ գնալու, ես դուրսն եմ ապրել, ձեզ առաջնորդ աջակցում եմ, մի հատ նկարվեմ ձեր Բարև ձեզ, ես եկել եմ ձեզ ողջունի խոսք ասեմ, այն ինչը որ պետք է ասեմ, բազմիցս դուք լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք լավ եմ արել, ես իմ սրտի խոսքն եմ, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ, դուք գիտեք քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք։ 197 անհետ կորած, քանի բարձրաստիճան, ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք բռնի անհետացած։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197։ Ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի, որ բռնի անհետացած։ Ում ձեզ կոտորել։ Դուք մեզ կոտորել եք։ Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզատնել, մենք չենք կզել։ Դուք կներկայանաք։ Տեխնացը որտեղ եք աշխատում դուք, որտեղ եք աշխատում, չէ ասա որտեղ եք աշխատում, մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, ուրեմն լսեք ինչն եմ քանդում, դուք եք եթե դուք ռոբն եք, մենք քեզ կզացնելու ենք, եթե դուք ռոբն եք, ռոբիներ ենք կզացնելու, կալուգացուներ ենք կզացնելու, գագոյներ ենք կզացնելու, Սերժինել եմ կզացնելու, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբին կզացնելու եմ, գնա եմ անել, կզացնել եմ և կզացնելու եմ, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնել եմ և կզացնելու եմ, ես հայ եմ, կաստետություն եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դե ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել, ես հանի, ինձ էր ասած, ինձ ռոբը դուք, տասնյակներով ես բավարարչափով ձեզ լսեցի, ուրեմն, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կալուգացնել եմ սատկացնելու եմ, դուք եք կզե, դուք եք որ թախել եք, ռոբը, մի րոպե մի գնա, ռոբը Սերջը, և մյուսները, ովքեր, մի րոպե, հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ես ձեզ լսեցի, ուրեմն են մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին, մեր երեխեքին են թքել են, ռոբիներ են կզացնելու, Սերժիներ են կզացնելու, կալուգացուներ են կզացնելու, գագոյներ են, մի լավ բան անեի, 8 տարի հնարավորություն ունի, առողջության ապահովագրություն, թոշակ, բնակարան, մի միլիարդ, քո հետ խոսալություն եմ, ես էլ Իդան չեք եկե, ոչ, կանգնեք, դաշտի լսեք, ես կանգնեք և ասում եմ, կանգնեք և լսեք, կանգնեք և ես ասում եմ, են Ղարաբաղի ակցենտով մի րոպե, են Ղարաբաղի ակցենտով, լսեք,
Ես Ղարաբաղի ակցենտով որ մասկետով մի րոպե լսի մի րոպե սպասեք Ղարաբաղի ակցենտով մի րոպե սպասեք Շատ լավ ես ճանաչում մի րոպե ասում եմ ռոբիտ կզացնելու եմ շոքացնելու եմ սատկացնելու եմ կանուտացնելու եմ կծացնելու եմ սատկացնելու եմ շոքացնելու եմ ողորմելին դուք ու ասում եմ Ինչ էի կանում երկիր ենք սարքում պետքին ենք սարքում Կանդել ես ես դուք եք կանդել Ղարաբաղով թարանել եք եւ ես ասում եմ մենք Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները որ բան են տարածում վիդեոն դուք փախած լակոտներ եք հանեք ձեր մասկեթը այս տահակներ այդ փախածներ այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդեո են տարածում ասում ենք դուք վախկոտ համբալներ եք ովքեր փախել եք մարտադաշտից հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ Սերժի լակոտներ Գագոյի լակոտներ կալուկ չոքցնելու եմ սաղիկ հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը Բարև ես պարոն վարչապետ վարչապետ մի հատ դրանից տուր վարչապետ Հանում եմ չեմ ջղայնան պիկապը ուր է ժողովուրդ Մի հատ ուզում էի նկարվել չստացվեց, գլնի նկարվի Ժողովուրդը ես նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել որովհետև այսօր Զուգայանում մարդ չի սպանվելու Եվ մենք համբերատար և լսում եմ որ գալիս է ինչ է ասում, բայց ես համաձայն չեմ, որ իրանց ասելիքը ասեն ու թողեն փախնեն, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք մեր ասելիքը պետք է լսեք։ Այս ելեք իմ ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը որ մեր ձեռի ծառել է Այդ մասկեքով ստահակների ես ասում եմ Ձեր մասկեքը, այ համբալներ Դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել Տականքներ, ստահակներ Ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը Համբալի լակոտներ Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում Այդ կամերայի դեմից են կոն գնացեք Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կա ձեռներները թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է Ովեր մեր հայրենիքը ձերի ծարել է մենք Արայ համբալներ Դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա Դուք ով եք արա որ կարա խոսակ Դուք ով եք արա այս տահակներ Հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով ես սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկի ենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա էլ կա կասեք 5000 զո, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի պախնեք, մենք էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները պակել է, որ Ղարաբաղի ժողովրդը չկարենա դուզ գա, դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան, Ինչի Ղարաբաղում կարային մատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ երկու բառ նախադասություն աներ, գլխից կկրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա եկել եք, ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք,
գլուխները պատին եք տվել, հատ, մասկեքները հանելու եմ և մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժնել, Կալուգացինել, Գագոնել, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք թոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ եւ պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղել, Ղարաբաղը պատանդա եղել, որ Հայաստանը այդ ծխած կույտի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։ Եվ էլ եմ ասում, այս մարդիկ որ գալիս են, ես իրանց հանգիստ լսում եմ, եկեք ինչ ուզում եք ասեք, բայց ասեցիք պրծակ, պետք կանգնեք, միջև վերջ, լսեք, ես ինչ եմ ասում, որովհետև չի լինի, և այդ բաները հիմա էլ եկել են բան են անում, թուրքով են վախեցնում, ադրբեջանցիով են վախեցնում, այդ վախնա, ժողովուրդ, ուրեմն թուրքերի և ադրբեջանցիների անունով տարածվող այդ վախնա, որ նրանց ձեռքում գործիք է մեր ժողովրդին ստրկացնելու։ Մենք ինձ այսօր եկել են ասում են, դու թուրքամետ ես, դու ադրբեջանամետ ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ընդ որում, ձեզնից ոչ մեկը իր ոչ քաղաքական կարիերայի ընթացքում չի ունեցել լեգիտիմության են աստիճանը, դրա 10% դուք ընդհանրապես ով եք, դուք ձայն գողցող եք, դուք երկիր գողցող եք, դուք կյանք գողցող եք, մենք պայքարել ենք և պայքարում ենք, ինձ այսօր մեղադրում են թրքամետության և ադրբեջանամետության մեջ, ես Հայաստանի վարչապետ եմ, ով հասկանում է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության պետք է օգնություն, առանց կողմնակի օգնության և աջակցության պետք է կարենանք ապրենք, հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ, մենք լինելու ենք կաշկանդված, մենք չենք լինելու պետություն, այսօր նրանք տրաքում են դրանից, որ մենք ի վերջո դարձել ենք պետություն, այսօր տրաքում են նրանից, որ երբ որ Հայաստանի հարց կա, Հայաստանի հետ կապված, Հայաստանին են հարցնում, իսկ նախկինում Հայաստանի հետ կապված հարցերի մասին Հայաստանին չէին հարցնում, Հայաստանին տեղեկացնում էին, այո մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, այո ունեցել ենք, բայց այդ մենք այդ ամենի միջով անցնելով ձեռք ենք բերել պետություն և անկախություն, և այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ, և այսօր մենք ազատ ենք, հիշում եք, մեկը կար, Գագոյի մեծ աղբերը, որի մի փախած տղուն ապահում, Բելարուսում, Գագոն ասում է տղես ընտրությունից հետո կգա, հույս ունեն թե ընտրակաշառքով Հայաստանում հետ են գալու ինքը Ռոբերտը Սերժեի դեմս կալուգացու ու իրանք, ես այդ մարդկանց ասում եմ, այս խոսողները սահմանին հանուն Հայաստանի անվտանգության մի հատ կրակոց չեն արել, իրանք կրակել են Աբովյանում, իրանք կրակել են Քանակեր Զեյթունում, իրանք կրակել են Արաբկիրում, իրանք կրակել են Տեցի կռուգում, իրանք կրակել են Երևանի կենտրոնում, հիմա իրանք այդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, թաքուն, որովհետև գիտեն, որ պատերով կտանք, մեկը թպրտա, պատերով կտանք,
Եվ իրանք դուրս են եկել իրանք բեսպրեդելի իշխանությունն են ուզում։ Բայց ես էլի ասում եմ, ես իմ քաղաքական ուղերձն եմ աղում, որոշողը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է։ Ես ոչ մի խնդիր չունեմ, ժողովուրդը ոնց կորոշի, ինչ կորոշի, մենք հլու հնազանդ ենք ժողովրդի որոշմանը։ Ուզում է Գագոին, ուզում է Ռոբին Սերժը, Ռոբա Սերժերին ուզում է, որ Հայաստանը դառնա Կալուգայի Նիժնի Տապրի գյուղի կարգավիճակի բնակավար, ես խնդիր չունեմ ժողովրդի ընտրության հետ, բայց ես պայքարելու եմ միշտ հանուն Հայաստանի անկախության եւ ազատության, ինչպես նախկինում։ Տիկինը ասում է ինչ է կարել եւ ընդհանրապես այդ առոգանտ ոճը եկել է Հայաստանի վարչապետի առաջ կանգնել է խոսում է ես էլ ասում եմ ասեք մեկ է թողում գնում է ուր ես գնում մի րոպե սպասի ասելիքը ասեցիր հիմա լսի պատասխանը նախ շնորհակալություն ասա որ հիմա պոտակա զուգարանում գլուխը չեն զղկում շնորհակալություն ասա երկրորդը ասում են ինչ են արել ասում են գիտությունների տեխնացու եմ վերջին 2017 թվականից սկսած Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է Ռոբիկն ու Սերժը Հայաստանում Լևոնն էլ հետը Հայաստանում գիտական հիմնարկները սարքել էին մի հատ ավերակ մենք վերջին տարիներին Հայաստանի գիտական հիմնարկներին այնքան գիտական տեխնիկա ենք մատակարարել պետական բյուջեի միջոցով նախորդ 30 տարիներին այդպիսի գիտական սարքեր եւ սարքավորումներ երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել Երևանի պետական համալսարանում այսօր սուպերկոմպյուտեր կա պետական բյուջեի միջոցներով այսօր գիտության ոլորտի ֆինանսավորումը գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 300%-ով ավելացել է մինչև 300%-ով Այս ենք մենք արել, առողջության ապահովագրություն ենք ներդրել, 65 տարեկան պլյուս մարդիկ, որ հիվանդանոցների դռներին տարիներով մնում են, այսօր մտնում են, վիրահատվում են, դուրս են գալիս, մի լումա չեն վճարում, իրանց պետությունն է իրանց համար վճարում։ Ինչ ենք արել, 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում 16,000 դրամ էր, 16,000 դրամ, մենակ հացի հերիք չէր, ու են վաղտ ինչ էին ասում են ժամանակ, ասում են դե Ղարաբաղի համար, բանակի համար, տեսանք այդ բանակը, ինչքան իրանց քաղաքական կողմնակիցներ կար, իրանց հորոխբոր տղեկին, աղբոր տղեկին, ուսերներին պագոններ էին դրել, ու զինվորների ծնողներին հարստահարում էին 30 տարի, այդ բանակի սպաների այն հատվածը, որը իրանց հետ ուղիղ կապ է ունեցել, այդ հատվածը բանակի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Հայաստանի ժողովուրդը ուղարկել է փողը, սնունդը, կոշիկը, ամեն ինչը նրանք նստած են եղել լափամանի վրա, իսկ երբ որ կռվելու պահն էր, իրանց նման խոսողները 300-ի տակ արանքը ճղեցին եւ փախան, զինվորներով թողնելով մենակ եւ անկառավարելի։ Հիմա էլ եկել են ասում են 5000 զոհ, ասում եմ Կալուգացի, Ռոբ Գագո, հիմնավորեք, 5000 թիմը հիմնավորեք, եթե չհիմնավորեք, ձեզնից պատասխանը պահանջելու ենք մենք, ձեզնիկ անձամբ պատասխանը չհիմնավորեցիք, ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու, ասում եմ, ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու, կոնկրետ ասում եմ, Ռոբերտ, Կալուգացի, Պրոբելարուս և սրանց արանքներում ոտերի տակ ընկնող Սերժ, 4-ը տել Հայաստանից փախնելու հնարավորության երանի եք տալու, ոչ մեկը չեք փախնելու, ձեզ սպասում է երկարատև
կյանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության հարմարավետ պայմաններում քրեակատարողական 4 տարբեր հիմնարկներում, 4 տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Եկել խոսել են, բայց կալուգացուն նայեք, այդ հոսանքի գողին նայեք։ Մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել, ավել հոսանք, բնակիչների վրա ավել տասնյակ միլիարդավոր դրամների ավել հոսանք է գրել բնակչության վրա, մանկապարտեզների վրա, զորամասերի վրա, բնակիչների վրա, պետական հիմնարկների վրա։ Ու եկել են ներկայանում են, ու հիմա մտածում է, որ այդ գողացածը կարա ժողովրդին որպես ընտրակաշարք բաժանի, որ իր ձեռից այո մենք վերցրել ենք կոպեկներով սեփական աշնորհված Հայաստանի էներգետիկ ցանցերը։ Նրանք ուզում են եւ դա լինելու է պետական, այլևս անխուսափելի է, ձև չկա։ Միակ ձևն է նա, որ իրանք կանան հեղափոխություն անեն եւ հետ վերցնեն։ Այո, մենք Գագոյի Փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի դղյակը մեծ հողատարածքով այլևս իր սեփականությունը չի ժողովուրդ, այլ ժողովրդի սեփականությունն է իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության եւ այդ հիմնարկ այդ տունը առանձնատունը ծառայելու է սոցիալական նպատակի, մի որևէ սոցիալական ծրագիր ենք այնտեղ անելու, կարող է ծերերի խնամքի կենտրոն անենք, կարող չգիտեմ ինչ որ մի բանի պետքա ծառայեցնենք հենց սոցիալական նշանակությամբ։ Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ենք հետ բերել հարկային դաշտ։ Այսօր մեկ պետությունը բաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ 2018-ից 2026 թվականը ԶՊՄԿ-ն 300 միլիարդով ավելի գումար ավճար է պետական բյուջե, քան նախորդող շրջանում։ 300 միլիարդ։ Այս այն գումարն է, որ գնում էր նախկինում քրեաօլիգարխիայի գրպանը։ Մենք 2018 թվին լրացուցիչ բյուջեի նախորդիվ բնականon աճը հանած 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար ենք բերել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 6.6 միլիարդ։ Ինչ ենք արել այդ գումարները։ Մենք մենակ $1 միլիարդ աջակցություն ենք տվել եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերող ընտանիքներին եւ անձանց, ովքեր առաջնային շուկայում բնակարան են ձեռք բերել։ Մենք 50 միլիարդի աջակցություն ենք տրամադրել, այսօր որ Երևանի փողոցներում տեսնում եք բոլորովին նոր մակնիշի բեռնատարներ։ Հիշում եք դուք, հիմա ո՞վ է հիշում, 18 թվի դրությամբ Հանրապետությունում ինչքան տարակած բեռնատար կար, կռաս, դո չգիտեմ ինչ, 70 թվի, 63 թվի, դուք այսօր Երևանում տենց ավտո ընդհանրապես տեսնում եք, այդ ինչ եղավ, այդ ոնց փոխվեց։ Մենք 50 միլիարդի սուբսիդավորել ենք լիզինգի ծրագրով եւ այսօր ընկերություն չկա, որ այդ ծրագրից օգտված չի։ Ասում եմ, նույնիսկ կալուգացու նկարներով ավտոբուսները ձեռք են բերել հեղափոխության շնորհիվ, ձեռք բերված ավտոբուսներով։ Եթե ծրագիր չէր ելնելու, հիմա այդ նկարները պազիկի վրա էին ելնելու, պազիկի վրա։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր է միջին կենսաթոշակը։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ։ 2022 թվին առաջի անգամ, երբ որ նվազագույն թոշակը համապատասխանել է նվազագույն պարենային զամբյուղին։ Եվ սա է իրողություն, այսինքն որ թոշակառուն գոնե ծերը ծերին հասցներ, կարենար հացառներ։ Այսօր մեր թոշակով թոշակառու ոչ միայն հաց կարա առնի, այլև կարա կողքից էլ տարին միզույք է կոշիկ առնի։ Տարին մի հատ էլ նոր բաժակ առնի իր համար, թեյ խմելու համար, մի հատ էլ բաժակ առնի սուրճ խմելու համար։ Սա մեր երազանքի գագաթնակետը չի ժողովուրդ։ Բայց էսա եղել 16,000-ից մենք նվազագույն թոշակը դարձել ենք 46,000 չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը, անկանխիկ առևտրի դեպքում, այսինքն մենք նվազագույն թոշակը
համարյա այդ էլ հաշվի առնելով երապատիկից համարյա քառապատկել ենք։ Բայց ամենակարևորը, այս ամեն ինչ շատ կարևոր է, բայց մեր ասելիքի ամենակարևորը, ել չեմ խոսում դպրոցների եւ մանկապարտեզների մասին։ 500 մանկապարտեզ, տասնյակ բնակավայրերում, մենք մանկապարտեզներ ենք կառուցել, որ այդ բնակավայրերը իրանց պատմության ընթացքում մանկապարտեզ չեն ունեցել երբեք գյուղեր, որ իրանց պատմության մեջ մանկապարտեզ չեն ունեցել։ Մենք այսօր 500 մանկապարտեզ ներառյալ այստեղ այդ մանկապարտեզները կառուցում ենք։ Սա կարևոր է ոչ միայն երեխեքի համար, այլև երիտասարդ մայրիկների համար է կարևոր, որի վերջո կարողանան զբաղվել իրանց կրթությամբ, իրանց աշխատանքով եւ վերջո ավելի մեծ ներդրում ունենան իրանց ընտանիքների բարեկեցությունը ապահովելու գործում։ Բայց Ժորժ ջան, այս ամեն ինչ շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր ասելիքը այս նախընտրական քարոզարշավի ընթացքում հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է վիժեցնի խաղաղություն, ուզում է վիժեցնի, ուզում է մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, ինչի է ուզում ժողովուրդ, մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, որտեղ կոնֆլիկտը նշանակում է, որ մենք պետք է գնանք արտաքին աշխարհից օգնություններ խնդրենք։ Այսօր մենք խաղաղության պայմաններին ոչ մեկից օգնություն խնդրելու կարիք չունենք, որովհետև մենք աշխատում ենք մեր հարևանների հետ, հա, թուրքերի հետ աշխատում ենք, ժողովուրդ ջան, ադրբեջանցիների հետ աշխատում ենք, որովհետև մեր պատմական փորձը եղել է հետևյալը, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ում հետ, Ավստրալիայի հետ ընդհանրապես ոչ մի ռիսկ 100%-ով երաշխավորել ենք խաղաղությունը, 100%-ով, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Ուրուգվայի հետ, Մեքսիկայի հետ, որոնց հետ ոչ տեսականում, ոչ գործնականում պատերազմը հնարավոր չի։ Իսկ ընդեղ մենք պատերազմելիս ում հետ պետք է պատերազմենք։ Կարող է մենք Ավստրալիայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Կարող է մենք Արգենտինայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Չունենք։ Բայց եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պայմանավորվենք մեր հարևանների հետ։ Հակառակ դեպքում պատերազմա։ Ես էլի ասում եմ, ժողովուրդը ընտրում է պատերազմը։ Թող ընտրի, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը նշանակում է ընտրել պատերազմը։ Ինչի՞։ Որովհետև այդ մարդիկ ասում են խաղաղություն, այս խաղաղությունը լավը չի։ Մենք լավ խաղաղություն ենք հաստատելու։ Այդ նշանակում է եղած խաղաղությունը դնել կողքի։ Իրանք տեր չեն կանգնում խաղաղությանը։ Ասում են սա անարժանապատիվ խաղաղություն է։ Այսինքն ասում են սա անպիտան խաղաղություն է, նշանակում է իրանք այս խաղաղությունը դնելու են կողքի, երբ որ խաղաղությունը դնեն կողքի, բացվելու է պատերազմի դաշտը, խոսում են Ղարաբաղը հետ բերելուց, տիկինն ասում է մեր երեխեքին կոտորեցիք, էլի իրանց երեխեքին չեն կոտորելու Ղարաբաղը հետ բերելու անվան տակ, իրանց երեխեքը ոչ կոտորվել են, ոչ կոտորվում են, ոչ էլ կկոտորվեն։ Ես իմ երեխան չեմ, իմ միակ որդուն չեմ խնայել, կառավարության պատվալում չի եղել Ռոբի ու Գագոյի մյուսների լակոտների նման պիստոլետները ջեբը դրած, որ ներքեն ռազբորկաներ անեն։ Կալուգացի օլիգարխի լակոտները որտեղ են եղել, մեկը կա են մանյակը, սեքսի նախարարը, որտեղ է եղել պատերազմի ժամանակ։ Արա դուք տանը վաբշե ինչի մասին եք խոսում, արա։ Ինչի մասին եք խոսում։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Համբալներ, դուք
Նիժդի տապրից եկել եք Հայաստանի Հանրապետության մեջ սեքսի դասեր եք տալիս։ Երևում է, որ ձեզ համապատասխան տեղերը այնքան սեքսի դաս են տվել, տպավորվել ան տնով, տեղով, ամբողջ ցեղով։ Գիշեն արա սրանք։ Արա դուք հասկանում եք ես ուր եկեք է վաբշե արա։ Դուք հասկանում եք ես ուր եկեք է վաբշե արա։ Հելի քարա ձեր քերու կնանոց խրգեք, ձեր ցեղերում տղամարդ չկա արա մեկը գա։ Են օրնել աջապնյակում հոպարի կնգան են խրգել, այսօր քերու կնգան են խրգել, արդեն կսկսեն իրաց կնանոց խրգել, ձեր ցեղում տղամարդ չկա, եկեք արա տենամետով քերեք արա։ Եկեք։ Այդ մասկա հակած Ղարաբաղի ակցենտովներն եք, ով եք դուք այ համբալներ, այ փախածներ, այ ստահակներ, այ դավաճաններ, այ փախածներ, դուք կռիվը սկսել եք կես ժամ հետո արդեն բանում եք եղե, Երևանի կենտրոնի կաֆեի պատվալներում եք եղե, դուք ով եք արա որ մասկա հակնեք և մեզ սպառնակ, թե մենք հայրենիք ենք կորցրել, մենք հայրենիք ենք ձեր բերել արա, մենք մեր Հայաստանը խլել ենք ձեզանից, վերադարձել ենք ձեզանից և ձեր տերերից, որովհետև դուք մեզնից խլել եք մեր հայրենիքը, մեր պետությունը, մտքներովը չանցնի արա, մտքներովը չանցնի, թե չես ընտրությունը լրիվ ուրիշ բանի կվերացվի արա, գնացեք վեր ընգեք ձեր տները և դուրս չգաք, ձեր հետևից կգան օրենքով սահմանված կարգով։ Եվ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին ժողովուրդ ջան, պետքա տեր կանգնենք խաղաղությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է մի հետևյալ բանաձևը կիրառել։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, արդարությանը, անկախությանը, խաղաղությանը, Արաբկիրին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառքնահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ես քանի անգամ եմ դիմել։ Այդ դες դիմացն որ ոչ մի տեղ չի անցնում։ Դիմում ենք, մնում եմ դու օդի մեջ։ Տեսնեմ ես ինչ արի։ Վարչապետ։ Դες այնտեղ հրապարակին եմ դիմել։ Էսի պետք է։ Այնտեղ ուրեմն անօրինականություն Ստեղ գրած ինչ հարցա ուղղակի դրա Հենա հետևը գրած։ Չէ, թող հետևը գրած։ օգնականը ստեղ է։ 91 հոգի մնացել են դուրս, չէ կարող ընտրել։ Բայց խնդրում եմ մի բան հաշվի առնեք էլի։ Ուղղակի երբեմն լինում են հարցեր, որոնք լուծման ենթակա չեն։ Ալեր Սիմոնյանին դիմել եմ։ Ձեր ազգանունը ինչ է։ Միքայելյան։ Ես ներողություն պարոն Միքայելյան, ես չեմ տիրապետում ձեր գործին, բայց խնդրում եմ իմացեք, որ դիմում գրելը ինքնին դեռ չի նշանակում իրավացիության նշան։ Օրինական բոլոր փաստաթղթերը ունեմ։ Շատ լավ։ Բայց երբեմն կարա հարցը չլուծվի։ Վարդապետյանին էլ եմ դիմել։ Կարելի է Էսա մի ցեղանին մոտենալ պարոն վարչապետ ու երեխեքի հետ նկարվենք, սիրուններ։ հա Հեսա կնկարվի։ հա Վարչապետ ջան, ընջիլադոշիցս կարամ։ Հրկիչ։ Մի հատ նկարնեմ էլի։ Ոյ արի նկարի հլը մի հատ։ Պարոն վարչապետ։
Շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Ավելի ճիշտ ցոգոլի սեզոնը բացվել է ցոգոլի։ Նա դուր կեստով եք։ Հա։ Ո՞նց է։ Պարոն Փաշինյանի ապրուխ է դա ապրուխ։ Մի հատ էլ տամ քեզ։ Այս նկարը նայեք հիշում եք, ես ձեր կողքն եմ։ Հա, եղբայր։ Այդ թվից։ Շնորհակալ։ 11 թվից ձեր կողքն եմ։ Շնորհակալ եմ։ Տեղացի մեր ժող։ Տղեկն մեջտեղ։ Բարի։ Լավ տղաներ շատ Շատ լավ։ Մեր կուսակիցն է, մեր մանկապարտեզի տնօրենն է, ակտիվ կառուցում է, կարող նույնիսկ մի աչքով նայենք։ Նայենք, դե գնանք, համ քայլենք, համ շենքերի արանքով, էլի ով տեղերը գիտի։ Այս միացրեք։ Լսեմ եղբայր։ Շատ է ուզում իրը կռվում չեմ կարողանում դեզի դիմել։ Օգտվելով առիթից շնորհակալություն եմ սա հայտնում ես այգու համար, որ կառուցել եք։ Բայց այն չորացած ծառերը տեսնում եք։ Նրանք 50-60 տարվա ծառ էին, մինչև ձեր այգի սարքելը։ Այս ծառերը կանաչ են։ Եղբայր, ծառը կփոխեն, ոչինչ։ Բայց երբ կտե, չէ, ներողություն, երբ այդ ծառը եկել են ստե տնգի են տնգե, ցավը տանը։ Ջուր չկա։ Ամբողջ Երևանի ոռոգման ջուրը այս թաղամասից է գնում։ Ումա պետք այսքան աշխատանքը Կարվ հետել կարվ։ ես առիթից օգտվելով, իմիջիալոց ներկայանամ, ազգանունս Ենոքյանը, անունս Մարտինը, այս թաղամասի դուք Նիկոլ Փաշինյանն եք, ուրախ եմ։ Հա, բանը, օգտվելով առիթից պահեք ձեր հեսկով, ապր որը տասումներ եմ, չսարկեիք այս ծառերը կանաչ մնային։ Շատ լավ, հասկացա, էսա մի հատ Ումը կարանք դիմենք այդ հսկով Լևոնը ուրա փոխակապել, համեցեք, էսա կասենք։ Ես դες նամակ էի գրել, ինքնական շինությունների հարցը, պարոն Աղենյանը կապած պատասխան գրել էի, որ երբ որ ձեր ռայոն գամ, այդ հարցը բարձրացել։ Որ հարցներ։ Ինքնական շինությունների։ Օրինականացնելու հետ կապված, քանի տարվա շինությունը։ 97 թվից։ Հիմա մենք օրենք ենք ընդունում, որ այդ շինությունների ինքնակամերի հարցը փաթեթով լուծենք, փաթեթով։ Պարոն Աղենյանը խոստացել էր Չէ, օրենքը ընդունելու process է գնում, պետք է այդ օրենքը ընդունվի, որ հասկանանք ոնց են լուծում այդ հարցը, որովհետև հատ-հատով ինքը գալիս կուտակվում, մենք չգիտենք, որ այդքան մեծ թիվ է այդ խնդրը։ Իրականում, ասենք, մենք գիտենք մի թաղամասում է, բայց տասնյակ հազարավոր տների մասին է խոսքը։ Դրա համար որոշել ենք օրենք ընդունենք, որ կարգավորենք։ Ստեղ ասում են այգին սարքելուց հետո ծառերը չորացել է։ Երևանի քաղաքապետին տեղակայել։ Պարոն Փաշինյան, կներեք, ես ձեր խաբել, Գերմանիայից թվել եկել եմ։ Շնորհակալ եմ։ Քրոջս տղան ասեց, որ դուք գալու եք։ Ուրեմն ես ուզում եմ ասեմ, որ ամբողջ Եվրոպան ձեզանով հպարտ է, մենք ես 40 տարի ապրում եմ Եվրոպայում։ Բայց չեք գալիս հետ։ Ես մտածում եմ կամ թե չգամ։ Բա եկեք ոչ չգա։ Բայց ես աշխատում եմ։ Դուք քաղաքացիություն բա հիմա ենք առողջության կստանա։ Դու մտածեմ, այնքան հրաշալի է Հայ այս։ չէ ազգության։ Դուք ոնց այո, սպիտակցեմ, դուք ոնց կարողացաք հայերի հոգեբանությունը այսպես փոխել։ Ես Խոսյաններից եմ։ Սկզբից իրական հայերը իմ հոգեբանությունը փոխեցին, մեր ժողովուրդը փոխեց 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, անկեղծ եմ ասում։ Բայց ես խնդրում եմ, որ ջահությունը մի քիչ խնայեք, քանի որ դա մասպարեզն է։ Լավ մնացեք, շատ շնորհակալ եմ։ Ձայնից է տախնդիրը, թե ուրիշ Ես գալիս եմ Հայաստանի, իմ ընտանիքն է, լավ մնացեք։ Նկատեք, որովհետև իմ տղան աղջիկը սպասում են Գերմանիայում։ Շատ լավ։ Ո՞վ է նկարողը։ Բայց ձեր հեռախոսն է։ Էս իմն է։ Այ հենց այստեղ նայեք, դուք եք դերերով եք։ Շատ շնորհակալ եմ, վերջի խոսքը ասում եմ, որ ձեր հետ կգա։ Մերցի, երևի չկարող այ հանդիպել։
կանցրեցին չի կարող հանդիպել։ Իսկ դες հանդիպեցիք։ Գերմանիա մեծ երկիր է, այդ Այո։ այնտեղ մասշտաբները, Դες լավ որ։ Ես ճիշտ է դուք եկել եք ստեղ շատ եմ խնդրում մեր խաչքարի մոտ մեր զոհվածների համար ենք ծխել գնացինք, ծաղիկներ դնենք, էլի խունկը ծաղիկ կարակ բերեք, հեսա մենք գնանք մանկապարտեզ, հետո հենց դեմ դիմացի միջև գնանք մանկապարտեզ, միջև ծաղիկները բերեք, չէ էդի կվերել իրակ վերցնեք Համարի տասիկնյան։ իմացա, ստեղ եք ապրում, ուրախ եմ շատ, բարևան, լավ եք, հա, ստեղ եք ապրում, Չէ, մասիվ եմ, բայց ահապքի իմ հիմա լավ եք, Ես սելֆի կամ քարտեզ ունեք, քարտեզ ունեք, հա ունեք, Բայց ժետվածից չեմ ունեցել Մագա ծաղիկներ ջերում են, հա, ծաղիկներ ջերում են, բաթխված չտանք ձեզ, ես եմ շնորհակալ, Շնորհակալ եմ ամեն ինչի համար եւ թխվածք եմ վերցրեք, խնայեք մի փոքր ձեզ, ձեր առողջությունը, այդքան մի բարկացեք, լավ, ամեն անգամ որ այդպես բարկանում եք, ես վախենում եմ, որ մի ձեր մի բան կլինի, չի լինի, ես սովոր եմ արդեն, ունեք քարտեզ, դուք ունեք քարտեզ, շնորհակալ եմ, կարյալ նկարվել միան նկարում եք, որ ձեր հետ նկարվի անհամբեր սպասել է ձեր գալուն, ժամանցից արդացել է, խնդրում եմ, էլի։ ես ուրեմն չկանգարեմ ձեզ, լավ, կանգնեմ նկարվեմ, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ, երեխայի հետ եմ նկարում, քարտեզ ունեք, Հա, կտերեք, մերսի շատ։ շնորհակալ եմ, ես եմ Մենք ձեզ սիրում ենք ես եմ Բարով արցան, ներողություն Մի հատ նկարվեմ ձեզ հետ Շնորհակալություն Հաղթանակներ են Բարելյա պարոն վարչապետ, բարև ձեզ, թույլ չտակ, որ դրական իշխանության Դուք պետք է թույլ չտաք, ես դա ինձնից չի կախված, այդ այն հարցն է, որ ինձնից չի կախված, ձեզնից է կախված Զիշեցիր Որտե՞ց Պատասեի գունդը Որ պաղցրի կեզ ինգերից Որտե՞ց պաղցրի ինձ Շատ շնորհակալ եմ ձեզանից, պարոն Փաշինյան։ Ես եմ Ձեր աջակցիչն եմ, քարտեզ կուզեմ, ասիկ երկու հատ մի հատ թողնեք ես։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ Շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, Աստված օրհնի ձեզ, ձեր ընտանիքին, ձեր ծնողներին Բոլորիս Մի հատ եմ ետեք Բոլորիս Ձեզ համբերություն, Շնորհակալ եմ պարոն վարչապետ, հավատում եք իրականությանը եւ Ճիշտ եք Ձեզ համբերություն շնորհակալ եմ շատ Մենք ձեզ շատ սիրում Ես էլ ձեզ եմ շատ սիրում Ձեր ներվերը խնայեք։ Բարոն վարչապետ, մի հատ Ներվերը տեղում է, հանգիստ տեղի, ման չկա Կտակ դրանից երկու հատ են բաց տվեք Մերսի շարունակես երկու Շատ շնորհակալ եմ Ես եմ Հաջողություն ձեզ Պարոն վարչապետ, մի բան ասեմ։
Մեր արմատները գալիս է Ղարաբաղից, հստակ կարամ ասեմ։ Այո, Իջևանում շատ կա, մերը չգիտեմ կոնկրետ, բայց Մամայից կողմը, Իջևանի շրջանի կեսը Ղարաբաղից է, ես հստակ ասեմ, որովհետև մամայի քեռուպեղու հետ խոսացել եմ, ասի կարաս ասես մեր արմատները որտեղից է գալիս։ Ես ձեզ կարամ հստակ ասեմ, Իջևան խոշորացված համայնքի բնակչության մոտավորապես 50% արմատները Ղարաբաղից են։ Ասեց մեր ապոպապերը 1800 քանիկին եկել են Ղարաբաղից Կոնկրետ մեր ջարխեչը ջարխեչն էլ է։ Իմացեք, որ մամայի արմատներն էլ է։ Դա հայտնի փաստ է։ Նենց որ խոսան ասեք, որ մենք էլ ենք այդ արմատների մեջ մտնում, թող չխոսան։ Կարողա՞մ։ Եղավ, քարտեզներից կարող շնորհակալ եմ։ Մի հատ էլ մեր ընկերոն համար տակ։ Շատ շնորհակալ եմ։ Աղջկաս համարել, շատ շնորհակալ եմ։ Մի բան կարելի է, ես տեսլական ունեմ հարություն ունես։ Ինչպես վերցրել եմ մեր ժողովուրդը միասնական սարքել, եթե ժամանակ ունենաք ինչ-որ մի օրինակ։ Մեր ժողովուրդը միասնական պետքա շարք պետության շուրջ, պետության մի անպայման լավ, բայց տեսլական ինչպես անել, թեկուզ մեր քուզողը կարճ գրեք ուղարկեք։ կարճ չեն կարա, Չէ, մի հատ կոնսպեկտ արեք ուղարկեք։ Այո։ Որքան քարտեզ գտավ։ Շնորհակալ եմ։ Մի հատ մեկ էլ ես էլ նկարում եմ էլի։ Քարտեզ եք, չէ՞։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Որտեղ են կառուցում։ Ձեզ գնում ենք այս հետ եք շենքերով քայլում, էլի։ Բայց ծաղիկներ պետք է դնենք է։ Բայց կհասցնենք հետ գալուց ծաղիկներ կկարնանք, սենց հետ են գալու։ Հետ են գալուց ծաղիկներ չանանք։ Ներով նկարը լավ չեղավ, մի հատ խորից կկարվենք, էլի։ Մի հատ դուք բան արեք, սպասեք։ ծաղիկներ, հեղումա ծաղիկներ։ Հետ գալ, հետ եք արդեն բերել։ Դե գնանք ծաղիկներ դնենք։ Ճանապարհը կտած եղբայր, հայրեք, Շատ ուրախ եմ։ Նմանապես եղբայր։ Մի հատ խնդրանք էլի Ասեք։ Խնդրի հետ խնդիրներ ունեմ։ 6 տարիա չեմ կարողանում սեփականաշնորհել։ Համադրում կա, շատերի մոտ այդ խնդիրը կա ու չի լուծում, քարտեզի։ Բան է, առանձնատուն է։ Հա, հողամասը հիմա զբաղվում է կադաստրը հողամասի գծերը բանանելով, ուղղելով։ Այդ process-ը որ ավարտվի, արդեն ամբողջ չակա, այդ է խոչընդոտը, գիծը պետք է ուղղեն ու սեփականաշնորհեն։ Հիմա մեծ ծրագիր է արվում դրա հետ կապված։ Չկան ծաղիկներ։ Կա, ծաղիկներ բերել են։ Գնացինք։ Ականջից բան չասես։ Միջազգային սկանդալ արնեն, ականջից բան չասես։ Հերու եմ մնում չեք տենում են օրվանից հետո։ Կանչես, կանչես։
Կա նոր միջազգային նորություն, թե չէ։ Դե մեգաֆոնը տվեք էլի։ Հա, իհարկե։ Ահա, սկսեցինք քայլերթը։ Փաշինյան ջան, մանկապարտեզը, որը 93 տարեկան էր, 93 տարեկան։ Հիմա 0-ից կառուցվում է։ 0-ից կառուցվում է, որի համար այնքան շնորհակալ ենք։ Իսկ երբ է ավարտվելու։ Տարուկես ժամկետը, պարոն Ավինյանն ասում է, այդպեսի տարուկես ժամկետ է տրված, իրենք են շատ լավ թափով աշխատում են։ Ու հուսամ, որ այս մի հատ հրաշք էր, որ 93 տարեկան, 33 թվի շենք, ինչ պայմաններում էին այդ երեխաները, այսօր ձեր բոլորի շնորհիվ այս թաղամասը կունենա այսպիսի հրաշք, տիպային մանկապարտեզ, որի համար անչափ շնորհակալ ենք։ Շատ լավ, պարզա։ Պարզա։ Քանի որ ընտրական օրենսգիրքը սահմանափակումներ ունի, եկեք նայեցինք, տեսանք, գնացինք։ Հա, որ ընտրական օրենս էլի հետ ենք գնում նույն ձևի։ Այս քայլը, հա։ Գնացինք։ Դե քայլելով իջնենք կամաց։ Ճանապարհ կտակ տվեք։ Ճանապարհ տվեք։ Հա, աչով ենք գնում։ Հիմա այս թաղամասում արաբ կեցիներ ասելը ճիշտ է։ Ալակերգեսի ժողովուրդն է, գեսցին։ Ալակերգես։ Հարգեցի։ Վարչական ղեկավարը տարածքային ամբողջականությամբ։ Ես հանձնվել եմ։ Արաբկիր վարչական շրջանի սիրելի բնակիչներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բուռն ծախերով ողջունում են բոլորին։ Մենք նախ եկել ենք մեր սերը եւ հարգանք արտահայտելու ձեր նկատմամբ, ապա եւ փոխանցելու մեր հիմնական կարճ ուղերձը մանրամասն ուղերձը արդեն ելույթի ժամանակ ասեցի, նրանցում հետաքրքիր է իմ Facebook-յան իջի եթերում կարող են գտնել այդ ելույթը, իսկ կարճ ելույթը հետևյալն է եւ կարճ ուղերձը։ Մենք կոչ ենք անում եւ ակնկալում ենք, որ դուք 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք հաստատեցի։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք հաստատեցի։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք հաստատեցի։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև բովանդակային հիմնավորումը ամենակարևորն է։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արաբգիրին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, թարգնատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Արաբգիրի հարգելի բնակիչներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ողջունում է բոլորիդ։ Մենք եկել ենք նախ մեր սերը եւ հարգանքը արտահայտելու ձեր նկատմամբ, ապա եւ փոխանցելու հիմնական ուղերձը, իմիջիայլոց ձեր կողմաշում ելույթ արդեն ունեցել եմ
նրանց հետաքրքիր երևույթի մանրամասները կարող են ինֆեզգության էջում տեսնել, իսկ կարճ ուղերձը հետևյալն է, մենք ակնկալում ենք, կոչ ենք անում, խնդրում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկվենք, ընտրություններ 2026-ին քվեարկվենք, ընտրություններ 2026-ին քվեարկվենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, արաբկիրին, խաղաղությանը, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Նա թերախոսս տուրել։ Հենց ուզենակ ես արամ էլի անեմ։ Դե հաջորդի վարդեն վերցրու։ Ռուպրը տվեք Ավինյան։ Աչո։ Կալակերգեսի սիրելի ժողովուրդ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բուռն ծափերով ողջունում է ձեզ։ Եվ ժողովուրդ ջան, Կալակերգեսում մենք որոշ ժամանակ առաջ էլի ենք հանդիպել, քննարկել ենք բակի հարցերը, որը կառուցել ենք, բանկապարտեզի հարցերը, որը կառուցվում են, բայց այս ամենը մի դեպքում է կարևոր, եթե մեր երկրում մենք հաստատած խաղաղությունը պահպանում ենք։ Եվ ուրեմն դա անելու համար կա մի գործողություն ընդամենը, որը պետք է կատարել։ Այն է ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Որովհետև պետությանը, անկախությանը, խաղաղությանը, ապագային, Քանաքերգեսին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը Здравствуйте, как ты? Спасибо. Как долго живете в армии? 1,5 месяца уже. 1,5 месяца? Надолго приехали? Жить здесь, да, навсегда. Хорошо чувствуете себя? Да, это лучшая страна, в которой я жил. А в школе с ребятами уже подружился, А я да? сейчас онлайн учусь. А, да. А здесь? Я армянский пока не знаю. А наши дети не знают они по-русски, что ли? Знают, я дружу. Я это имею в виду. Уже Да, есть друзья. подружился уже? Да. Ну, это самое главное. Համապետական ընտրություններից մենք ունենք մի կարևոր որոշում կայացնելու։ Եվ այդ որոշումից կապված է մեր երկրի ապագան եւ մեր երեխաների ապագան։ Այո, կառուցված բակերը, կառուցվող մանկապարտեզը Քանաքերգեսում, այդ ամենը կարևոր է։ Փոքրող տրանսպորտը եւ մնացած այդ ամենը կարևոր է։ Բայց ավելի կարևոր է հաստատված խաղաղությունը, որը մենք պետք է ժառանգենք մեր ծերուններին եւ մեր զավակներին։ Եվ դա անելու համար ընդամենը մեկ քայլ է պետք անում։ Հլա արի։ Հլա մի Հլա մի րոպե։ Մի հատ անջատի նորից մտի եթեր բան եմ ցույց տալիս։